Ալբերտ Տուրը կատարում է ուղևորափոխադրումներ եւ բեռնափոխադրումներ Մոսկվա, Վորոնեժ, Երևան ուղղություններով։ Գործում են ճկուն զեղչեր։ Հեռախոս 8 926 650 1694։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ եւ ուրախ լինեք։ Պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին եւ վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Ջան, ասում եմ հեսա շորերս, գնում ենք մարզել ենք էլի վայ։ Հա բայց Անուշիկի հետ թե ընկերների։ Չէ, Անուշիկի ձեզ վրան։ Արեք իզ ուրս յա։ Անուշիկի հետ է տեսնյակ։ Լավ, քեզ հավատում եմ։ Բայց Մխո ջան, ֆիթնես արա։ Հա, ինչ կա ֆիտ։ Հա։ Դե եթե նորմալ կլուբ է, ուրեմն Գնա բալես, գնա մարզվի, բայց Անուշիկի հետ։ Բայց տեսնյակ ջան, մի հատ sense պրոբլեմ կա, ասում են մի քիչ թանգոտ տեղ է, էլի ինքը, լավ տեղ է, բայց թանգոտ է, տենց ոնց հա, ես էլ ուզում եմ Անուշիկի տեղն է ես վճարեմ, ու տենց էլի։ Ճիշտ է ասում, ձեզ վրան շատ թանկ տեղ է։ Հրիշը երկու Ֆիլիստինն է, եկերեն գլխից լոլո է, կարծում որ մի երկու մանետ ավել փոք-փոք է վրամջայից։ Բայց չէ, ձեզ վրան։ Ուրեմն Մխո, տալիս եմ։ Անուշիկի հետ ես գնում ու ֆիթնես կլուբ, բայց հետո ես ամեն ինչի մասին Անուշիկից իմանալու եմ։ Հերիկա, չէ։ Հնա։ Նորմալ է, չէ։ Շատ լավ է։ Դե գնա բալես։ Բայց մենակ ֆիթնես կլուբ։ Լավ է ցավոտ։ Յայլո։ Մխո։ Պատրաստեք։ Ոնց։ Դե 15 րոպեից կլենք դե։ Կարբի տենքել են գալու։ Բայց կարբիտենց։ Ախարա։ Դու սուս մնա տաշկիտ քշի, հա։ Ես արդեն պատկերացնում եմ անան դե ինչա կատարվելու։ Էդաբրանքը տանիք հասցնեք խանութները։ Դու ինչով կուզեք։ Լավ այ լավ։ Ալո։ Ապետ երբ կարասմել ցեխի դեմը լինես։ Երբ որ գործերս բրձա։ Դե 5 րոպեից մենք քեզ այդտեղ սպասում ենք։ Երբ որ գործերս բրձա։ Ես իլան ասում եմ ախպել, դու ինձ չես կարա գոլձից անես, ինձ հլը գոլձից անող չի ծնվել, ինքը ինձ ասում է պտի ներեղություն խնդրես, արա ասում եմ ես կյանքում ոչ մեկից ներեղություն չեմ խնդրել, ասում է չկաս կլնես, դու ճողում ես ինձ ինչ է ասում ախպել։ Կարո, ուղեղս սղոցիր այ ախպեր, սպասի այդ տղեն գա, տենանք ինչ է ասում, հա։ Ախպեր, ստեղ էլ խոսալ մոսալ չկա։ Բա դու ինչի համար ես եկել ախպեր, դրան պտի լղենք։ Եթե պետք է, ես կլղեմ, բայց հերիքա խոսաս, հա։ Լավ ախպեր ջան։ Եթե քեզ չրաստվեի են չարաճճի ենց էի կանչել, դու գիտես, չէ։ Եթե էլի խոսացիր, ես կգնամ, դու ում կուզես կկանչես։ Լավ, ընկեր ջան, մենակ թե դու մի ջղայնացի ցավը տանեմ։ Ես ինչ կեն ես ստեղ։ Պատվի չես անում։ Բարելուս ախպեր։ Ես դուք իրար ճանաչում եք։ Ոչ չենք ճանաչում, ընկերս հա։ Ոնց որ ասում ես տեղել թեմա չի կարա ալնի։ Ծոմը մեր լավ ախպերն է, հարգված սիրված ու իր ախպերն էլ ինքնըստինքյան դառնում է մեր ախպերը։ Ցավը տանեմ։
Աբրիս։ Մեն մենեջերից օբդի ներողություն խնդրե, ախպեր ջան։ Ախպեր չենք, ինչ տարբերությունով կխնդրի, ես կխնդրեմ, դու կխնդրես։ Ես էլ դե ներողություն խնդրելուց չկամ, էլի ինգետ։ Գնա, սիդուն ակուրատնի խնդրի պլսնի գնա էլի մերնեմ սլտիտ։ Սրա հերենց կիսա գողականոտ մարդ է էլի։ Հատես կան, չէ։ Որ իսկ ջան չես տանցում։ Մեր քուչեկից է։ Ախտ բերես քեզի խառնես, դե չգիտես չէ լեննական ինչ մարոզներ էր անցած գիշեր։ Ապե գործունես էլի սրա հետ։ Բա գործունիսը ո՞րն է ապ։ Իրան լավ չպայց անեմ ռատ կենեմ։ Ֆոնս ճոգում եմ, ես եմ կրակնգել։ Հիմա ամեն անգամ ինձ է զանգելու ասի։ Մորս պայցարարի։ Ես ինչ գործանում նրա։ Բա երաժշտություն է։ Բարև տղեկ ջան։ Բարև։ Ես տեղի մարզիչն եմ, եթե ինչ-որ հարց կլինի, կարող եք դիմել։ Ճիշտն ասած մենք նոր ենք մտել քո օջախ, բայց արդեն հարց է ծագել։ Լսում եմ։ Մեռնեմ սրտիդ, մարզիչ ախպեր։ Կարանք քեզ դիսկ տանք, դնես թող ֆռա էլի։ Ստեղ ինչ երկեր են։ Ստեղ օքու երկերը։ Այս երկերի տակ պարապետ կլինի։ Դա ոնց չի լինի այ ախպեր, քեզ երկերի տակ պարապել եմ, հա։ Արա տղեկ աղբորպես խայտարակ մի արեք էլի։ Չպլելը քեզի գցի ստանոկի տակ։ Ապա բանուշիկը ուր է։ Ուխվում եմ։ Ախպեր լավ ստե մի հատ մատուցողի բան չկա, ասենք պիվաբերից զբաղվենք մի քիչ։ Արա աղբեր ես մարզասրահում պիվա չէր ծախում, ինչ եք խոսում արա։ Դու ոնց գիտեիր ու չէիր ասում, որ այդ ներս բերենք չփլե։ Հալա ոչինչ այ ախպեր, հեսա արախ կվեկալենք։ Ինչ անաղարա, չեմ հասկանում, առաջի անգամ եք սենց տեղ լնում։ Արա ես վերջի անգամ սենստեղ բանակում եմ եղել։ Արա տղեկը ասում էի, որ ստե գալու տեղ, չի ավադում։ Ո ջան։ Չէ։ Այ ես ուրիշ բան։ Տղեկ ջան, բայց սա մարզա դալիչի եր չի, սրա տակ ոնց եք պարապելու։ Ախպերս, քանի մենք մերոնցով ենք, թող գնա էլի։ Մորս պայցարարի։ Ինչ ես հակից։ Ոնց ազգացում, որ մարզադահլիճ են մտել մի խումբ քյարթուներ։ Արա դու քյարթու ասիլու թողիր այ անուշի ջան։ Մարդը ակուրատնի լակնվել է, այ ախպեր ինչ ես ուզում աղջկանից։ Որ քվոնյակի սնգերու ինչ էր, ես եկը մտածեի, որ ակուրատնի է հակնվել։ Անուշիկ ջան, մի քիչ թռշկոտի խաղարա, որ գնանք, հա։ Եղք։ Սպայցարարի, ինչ դժվար բան է դեռ հրա փող աշխատելու։ Արա չեմ ջոգում, այ ախպերսնի մոտ մոխնաման չկա անգցնում եսի։ Լսրան է։ Արա չպլե, ամոթ է, արա արիետներս լրվծր էտ ինչ ես անում, արա մեծ տղա ես։ Քայլել, գնա դեսում փումեր քայլի։ Հոմենակ քայլելը չի։ Ես ինչ ես անում, դու խայտարակ ես, թարգիլը։ Բխո գնային կոն թող պարապեմ, հա։ Ուրիշ բան պարապի, ես կան բան կա, ենա շտանգին բարձսրա, պարտադիր է սյանես։ Պարտադիրա։ Էրե դզվի ասում եմ, անուշիկ։ Արա ախպեր, իման ենք սենց լոք շարնելու, մենք եմ երկու հատ աղջիկ կբերենք, կպարապեին, մենք կդիտենք, էլի մեր մարի սրտը։ Ախպերը ստե մի ծխեք էլի։ Չեն ծխում ախպեր, որ ես ասում խի մոխրաման չկա, հեսա կա անգցել եմ ծավտան։ Ախպերս իսկ ձեր մոտ քյաբաբ տալիս են։ Ապեր ստե մենակ մարզվում են։ Աջոգում եմ, որ մենակ մարզվում են, պրոստը չգիտեի, ասի մի հատ ճշտ եմ ախպեր։ Իսկ ախպերս խոսքի ժուրնալա բանա, այտենց բաներ էլ չկա, գոնե նայենք զբաղվենք էլի։
Տղեկ ջան, չեք ուզում մարզվել։ Նեղացնում ես ախպերս։ Ռիսկով արի, տանը մարդ չկա։ Գիտեմ, դրա համար էլ եկել եմ։ Ես քո բոլոր անհաջողությունների մասին իմացել եմ։ Եվ? Եվ? Պետք չի հուսահատվել։ Բա ինչ անեմ։ Ասեցի, մի հուսահատվի։ Ինձ թվում է, որ ես կյանքում էլ Իրենին չեմ հասնի։ Կհասնես, որովհետև իմ նման ընկեր ունես։ Իրենչոն քոնն ա լինելու, քաջիկ, քոնը։ Դու ոնց է։ Դե կտեսնես։ Ախպերներ ջան, եկեք ես մի բաժակով է խմենք մեր ծանոթության կերնացը, ցավները։ Անցասիր ախպեր ջան։ Բայց սուր են ախպեր։ Ապա բերեկին չպլենք անչենք, տո մի հատ արաղից հոտ կաշի վատն է։ Դե աշկսեն կանա պարապե ապե բրծել է։ Ախպեր, դες բաներ էլ նում, այչ։ Այս ինչ լավ ախպերներ եք, ես ձեր ջանին մեռնամ։ Դու ես շունիրով չես պարապելու, Անուշիկ ասում եմ։ Պարապելու ու ձեռքերսը թող։ Արա խնդալես դելի մրիքն։ Արա դե լավ էլի մխո։ Չպլեք ու ձայնը վաբշե չենք լսում։ Ես եմ որոշում ոնց հագնեմ ու վաբշե խեղայտի քեզ մտահոգում։ Ուդև իրենչոյի ընկերուին ես։ Այ դրա համար, վաբշե հագնվի եթե մեզ տուստից։ Եա, մնացել էր մենակ էտ էլ դու որոշես։ Ասում եմ հագնվի գնամ ես տուստից, այս տեսքով դուշ չես գալու, ես կցած։ Չպրես բիձեն ինչա ուզում ինձնից։ Պատկերացի սրանց հետ ինչ դժվար է։ Ես վռամ ձեզեին ամեն ինչ ասելու եմ, կտենաս։ Լսի տղա ջան, ախպերս, ինչի չես թողել, որ Անուշիկը նորմալ պարապի, հա? Այա տեսնյակ ջան, հերիք չի կարծ շորտիկ էր հակի այսքան։ Հետն է անենց շարժումներ էր անում, որ ինձ հարիր չեր իրա կողքը կայնել է վաբշե։ Դու լսի այ հարիվ, դու չես հասկանում, որ Անուշիկը ինչ որ անում է, քո համար անում, այդ դրա։ 1000 հոգու առաջ։ Այ վռամ ջան, երեխեն էլ է էլի ճիշտ ասում, հետ սիրուն չի, որ ջահել աղջիկը այտենց կարճ շորտով պարապի։ Դու սուս, քեզ ով խոս ասեց։ Ես կհասկանայի քեզ, եթե մխոսը նեղ չներ։ Հասկացի, մխոն եղել է, երբ որ Անուշիկը պարապել է, ու այդ աղջիկը մեջտեղից ճղվում, իրանից դուրս է գալիս, որ սրա վրա մի հատ տպավորություն թողնի, իսկ սա հեչ պետք չի։ Տեսնյակ, ես առաջ Անուշիկին գիտես ոնց էի վերաբերում, ասում էի հա մի աղջիկը լավ, մեր իրենչոյի ընկերուհին անենց իմ ճաշակով չէր, բայց կիչուկ մայոնեզով բանով կուտվեր, բայց հիմի ես իրան տանել չեմ կարում։ Ես իրան տանել չեմ կարողանում։ Վերջացավ սերը, հա։ Ինչ սեր։ Ես ոնց կարամ իրան սիրեմ։ Այդ երբ ա եղել, որ մի հատ էլ վերջանա։ Ինքը իմ կյանքի տորմուզն է։ Ինքը իմ կյանքի, ոնց ասեմ, տորմուզն է։ Ես իրանից ցխկվում եմ։ Ես իրանից ոնց ասեմ եմ։ Ցխկվում եմ։ Իրա պատճառով ես մի քանի անգամ հակել եմ ընկերներիս հետ։ Իրա պատճառով ես Իրենչոյի հետ մի քանի անգամ ոնց են ասում, հակել եմ։ Ու եթե սեն շարունակվի, իմ ընկերները ինձնից յան կտան։ Դու լսի տղա ջան, մենք քո հետ ոնց ենք պայմանավորվել։ Մինչև այս ամսվա վերջ այս հարցը պիտի լուծենք դրական վերջնագնա։ Պիտի դու ամուսնանաս Անուշիկի հետ, հասկանում ես դա։ Տղա ջան, ստեղ դու ունես մի քանի տարբերակ։ Կամ շուտապույտ սիրարվում ես, կամ ամուսնանում նոր ես սիրարվում, կամ էլ ամուսնանում ես ու համակերպվում։ Ոնց որ առաջներում եղել, այդպես չի։ Դու էլի փր բան ասեցիր։ Այս թվին ով է ամուսնանում հետո համակերպվում։ Մենք ենք տենց անում։
Այո, մենք հետամնացենք, այնց տենց էլ կարծեք, բայց մենք հետամնացենք միևնույն ժամանակ լինելով նպատակասլաց։ Տեսնյակ, չի լի ես ուրիշ կանալներ գտնեմ էլի քո երշիկը արտահանելու համար, որ դու այդ Անուշիկի հորից յանտաս։ Տես ինչ ասում է, կլինի յանտասման էսկում հորից, ոչ, չի լինի։ Դու ճարող լինեիր, քո համար կճարեիր, որ այսօրվա օրը պարապ անգործ չմնայիր։ Եղավ տեսնյակ։ Եղավ։ Դուրդ եկավ, էլի երեխուս նեղացրիր։ Ոչինչ, թող նեղանա Մարգարիտա, նեղանալը վնաս չէ օրգանիզմին, այս դեպքում ընդհակառակը, նեղանալը խեր է։ Դու որ ուզենայիր, քո մոտ մի հատ գործ կդասավորեիր, երեխես ասենց պարապ-սարապ ման չեր գա։ Ահա, տեսար, ասպես որ ուզենայի, այո, որ ուզենայի, բայց չեմ ուզում, և չեմ ուզում միայն իրա օգտի համար։ Լսի Մարգարիտա, որ ես ամեն ինչ անեմ իրա համար։ Ամեն ինչ դրեմ տակը, ուրեմն նշանակում է իրա ուղեղը մի օր կժանգոտի։ Իսկ ես ուզում եմ, որ ինքը մտածի, ուղեղը աշխատացնի, մի գործ ձեռնարկի, ես էլ օգտակար լինեմ իրան։ Մարգարիտա, դու գիտես ես ինչ եմ ասենց հարուստ։ Գիտես։ Հա, ոչ չգիտեմ, որովհետև ուղեղ ունես։ Ահա, ասպես ուղեղ։ Ուղեղ էլ ունենք, բայց կարևորը դա չի։ Ավելի կարևոր բան կա։ Մենք շատ վատ ենք ապրել, կարիքավոր ենք եղել, ընչազուրկ ընտանիք։ Մեր ունեցածը մի սեղան, մի բազմոց և մի զույգ հնամաշ կոշիկ, էներ մեկ եսս կրունգի մասը պորթած, ու էդի մի զույգ կոշիկը ամբողջ ընտանիքով էինք հագնում։ Վրամ ջան, մխոս այդ պայմաններին հաստատ չի դիմանա։ Չի դիմանա, ուրեմն բարձունքների չի հասնի։ Հասկացի Մարգարիտա, այ, որ Անուշիկ հետ ամուսնացավ, նա ուզած չուզած պիտի դիմանա, ուզած չուզած պիտի ուղեղն աշխատացնի, նա արդեն քայլեր ձեռնակի, որտեղ Անուշիկը, ես գիտեմ, պահանջկոտ աղջիկ է, իսկ այս դեպքում նա պիտի աշխատի, որպեսզի Անուշիկի այդ պահանջները բավարարի։ Հասկանում ես, չէ, Անուշիկի հետ ամուսնությունը ինչքան կարևոր է այս դեպքում մեր համար։ Եվ ոչ միայն մեր համար, իրա համար, իմ ազգի համար, քո ազգի համար, մեր ազգի համար, և ընդհանրապես հայրենիքի բարօրությունը, մակարդակը բարձրացնելու համար, հասկանում ես իմ սրտի թրթիռը։ Երբ ձեր տանը տոն է, պետք է գեղեցիկ և ուրախ լինեք, պետք է հետևեք, որ ամեն ինչ ընթերի լինի։ Դիմավորեք հյուրերին և վայելեք երեկոն։ Դուք պետք է հանգստանաք, իսկ մենք կպատրաստենք ձեր փոխարեն։ Պատվիրեք համեղ ուտեսներ Grill Express-ից։ Grill Express, հյուրերը գոհ են, դուք երջանիկ։ Մամ, պես ինչ է եղել։ Ինչ պիտի լինի, հերդ լավ չի։ Հերս։ Չհասկացա, ուրեմն նոր տարվա 12,000 դրամանոց պոպոկ կերած մարդը կվատանա։ Մտածմունքից վատացել է։ Հետ ինչ է մտածել, որ վատացել է։ Միգուցե ներս գայր։ Ինչ է մտածել, որ։ Ամբողջ օրն մտածում է, թե $4,000 ոնց պիտի տանք, դրա համար էլ վատացել է։ Ուզում ես մի գնա մոտը, ավելի կվատանա։ Դե ուրեմն գնասա, թող ինքը հագիզ լինի, չմտածի, ես այդ փողը կփակեմ։ Համբարձում ասում է, որ ինքը այդ փողը կփակվի։ Ոնց։ Ասում է ոնց։ Ասա գողություն կանեմ, կփակվեմ, մենակ իրա գլխից մի բաց թող չպակասի։ Բայց հաստատը տենց ասեմ։ Հաստատ։ Բա որ ավելի վատանա։ Այ մարդ չի վատանա, դու տենց ասա, հա։ Համբարձում ջան, ուրիշ բան ասա, էլի դրանից կվատանա։ Այ մարդ ասում եմ չի վատանա, վայ։ Ախր ես հորդ նոր չեմ ճանաչում։ Ես էլ նոր չեմ ճանաչում։ Ասա գողություն կանի, այդ փողը կփակվի։ Խնդրում եմ, էլի արի ուրիշ բան ասենք։
Այ մարդ գնա հենց տենց էլ ասա, որ այն մարդու սիրտը հանգիստ լինի։ Թե չէ որ ասեմ, միտե կաշխատեմ կտամ, նա ավելի կվատանա։ Ինչի՞։ Բա որտեղ պետք է աշխատեմ, որ այդքան աշխատավարձ ստանամ։ Կարեն ջան, ասում է գողություն կանեմ կփակվեմ։ Ինչ։ Կարեն ջան, Կարեն։ Ինչ կա։ Ես իմ է, պապան լավ չի։ Դու լավ չես կորի կանչեիր, ինձ ինչ ես կանչե։ Չէ դե արդեն դզվել է, բայց ամեն րոպե կարա վատանա։ Մտածմունքների մեջ է էլ ինքը, չգիտի այդ փողը որտեղից տա։ Ինչ ասեմ։ Ոչ են ասեմ գնա ուրիշ տեղ աշխատի, ոչ են փող ունեմ տոկոսով տամ, ոչ էլ բան։ Դո չէ այ բարդ, ինձ ավելի լավ է, դու ասա որտեղից կարանք մի հատ հարմար հարուստի տուն ճարենք։ Ինչի։ Դու շատ էլ լավ հասկացար ինչի։ Կշվել ես սարա։ Հապեր ես ուրիշ տարբերակ չունեմ, կամ պտի պապային գործնեմ, կամ պտի գողանամ։ Կամաց, ես էլի կասեն ինչ են դաստիարակում սրանք։ Այ մարդ ասողները հայել կասեն։ Ախր դու ոնց կարաս գողություն անես։ Գողություն անելու համար փորձ է պետք, տեխնիկա, հոտառություն։ Այ մարդ դե, պտի փորձեմ, որ փորձ ունենամ, հետո էլ մնացած բաները։ Բա որ այդ փորձը փորձանք բերի, ու ես համոզված եմ, որ կբերի։ Հապեր դու ուրիշ բան կարաս ինձ առաջարկես։ Ես չեմ ուզում պապային ախր կորցնեմ, ես ինձ սաղքյանք չեմ ների, հասկանում ես։ Ես ճիշտ է պապայի հետ այդքան յոլա չեմ գնում, բայց առանց իրա էլ չեմ կարա։ Ապեր չգիտեմ, բայց սյոտեկի գողությունը էլ իմ սրտով չի։ Դե նես չի, որ ես էլ մանկուց երազել եմ դրա մասին։ Կա տենց հարմար հարուստի տուն, որ կարանանք $4000 վեկալենք։ Էհա կա, ոչ չկա։ Մխո ես տունը։ Հապեր, բայց մխոն մեզ մոտիկ տղա է։ Էհա, բայց դու որ թալանեցիր, ու մխոյի փողը չես թալանելու։ Մխոյի հոր փողերն ես թալանելու։ Ու մխոյի հորը հաստում է։ Դե ինձ վաբշե ձեր է տալիս քո ասածը, բայց ինչի է հասնում որ։ Որովհետև ինքը միջև հիմա Երենի կողքից չի պատկերացնում։ Էհա, բա ոնց պատկերացնի այդ մարդը, պտի տենա որ պատկերացնի, չէ, որ չի տեսել ոնց պատկերացնի։ Դո չէ, ոչ մի ձեր չի ուզում, վայ։ Յա։ Դո լավ, հələ էդ էլ հեչ։ Դու գոնե գիտես դրանք որտե են պահում փողերը։ Մի մասը վրամենց նենջասենյակում ամ, մատրասի տակ։ Մի անգամ սրբույն է ինձ ասել։ Լավ, ապեր։ Ես ինչ ես անում։ Հանցանշաններն եմ վերացնում։ Դու գցի՞լ էդի ձերձը, շուտ արա։ Հենց հիմա գնա ու ասածներս ինչ ասե չեմ ասե մտքիցը թանի։ Եղավ, հասկացան ինձ։ Դավայ։ Այդտեղ ես ինչ ես եկել։ Հա բա ինչ անեմ։ Իրանք իրանց համար այնտեղ քեֆ են անում, ինչքան կարայի մնայի։ Ու հետո, ինչքան կարամ մեքենայի մեջ մխված մնամ, այ սրբույի ջան։ Ոնց, բրամը չի թողել ռեստորան մտնես։ Չէ, չի թողել։ Բա որ հիմա հանկարծ դուրս գան ու տեսնեմ ոչ դու կաս, ոչ էլ մեքենա։ Հələ նոր հարսանիքը սկսվում է։ Հələ խորովածը նոր բերել էին, դրանից հետո գալիս է այնտեղ շաբլոն ավանդական բլյուդները, ճուտը իր այդ ժարի տարած կարտոշկով, հետո ձուկը, հետո տորթը վերջում։ Արարև շատյանների միջև դրանք սաղ ճուտ են, ընդեղից դուրս չեն գա, հասկացա։ Դե տես, հա, հետո չասես չզգուշացրեցի։ Ախայն, սաղ ստրախովկիկ տեսածա։ Սրբուհի, դու ավելի լավ մի բանդիլ ուտենք էլի։ Նախ են ծոված եմ, հետո մենք էլ մեր համար ստե քեֆ անենք էլի։ Իրական դե այն քեֆ անում, մենք էլ ստե քեֆ անենք, այ ցավը տանեմ։ Լավ բան եմ, չի ասում։ Այդ ամանները հենց նոր եմ լվացել։ Լսի սրբուհի ջան, ուզում ես ասես, եթե ամանները լվացած չլներ, պիտի կեղտոտ ամանների մեջ հաց ուտեի։ Ոայ քորա։ Դենա սովա։ Հələ գնա տեսովա։ Ես։ Այ սրբուհի ջան, ես հիմա պիտի ստեղ չլնեի, չէ։ Ավելի լավ է դու գնա, էլի ցավը տանեմ։
Այս Սրբուհի ջան, ինքը չհաչա, բա կարող է ես հաչամ, այդ ցավը տանեմ։ Ամեն հաչոցի հետևից որ դուրս գամ, ուր կհասնի։ Սրբուհի։ Դու ավելի լավ մի կտոր բանդիր հաց տեմ, էլի ինչ կլինի ցավը տանեմ։ Սևիկրա բացեմ, խեղտենք։ Վայ բացի, խեղտենք ես։ Էլ մի լկտիացի։ Կես ժամից նոր ուտելիքը պատրաստ կլինի։ Իե։ Вообще բան չկա ուտելու Սրբուհի։ Թե։ Ոչ մի բան։ Ոչ մի բան։ Արա ոնց տրամադրությունը սնգավ այս Սրբուհի։ Ես գնում եմ քնեմ աղբոր պես։ Եթե պատրաստ կլինի ձենտուր գամ մի կտոր հաց ուտեմ էլի։ Գնա։ Քնեմ գոնե ծովատությունը չերևա։ Ոնց որ մարդու ձեն լսեցի մարդ եկել։ Դու ինչի՞ չես բարձրանում։ Այդ ցավը տանեմ, ես իրականում ստեղ չպետք է չէ լինեի։ Կարող է իրեն եկել աննկատ մտելա ներս, կամ ավելի վատ մխոն եկել, կամ էլ ավելի վատ վռամն եկել, ցավը տանեմ։ Լսի, եթե այդ էլ ավելի վատը ներս մտած լինеш, դու հաստատ դրա մասին առաջինը կիմանայիր վրեժ։ Դու էդ էլ ես ճիշտ, բայց մի հատ նայ, էլի թխկոզ լսեցի վերևից Սրբուհի ջան։ Հա, հələ մի հատ նայ, ցավը տանեմ։ Իրեն։ Լսի ցավը տանեմ, լուրջ եմ ասում, վերևից թխկոցը ձեն լսեցի։ Այդ թխկոցը դու ոչ թե լսել ես, այլ գուշակել ես։ Այ հիմա որ պարոն Արևշատյանը կգա, այդ ժամանակ թխկոցել կլսես, շխկոցել, բխկոցել։ Սիրտս։ Ցավը տանեմ, մի բան արա էլի, առանց էլ նենց սոված եմ։ Համբարձում ջան, բայց ուր էիր։ Հեչ, տղեկի հետ էի, պապան ոնց է։ Քնելա։ Ես չեմ հարցնում ինչ արել, ասում եմ ոնց է։ Քնելուց առաջ լավ էր։ Դե կարևոր է դա, այ վաղ արդեն ավելի լավ կլինի։ Հուսանք, բա սոված չես։ Չէ։ Այ խաշ, հարայքու ցավը տանեմ, ինչի է ժամի խաշ ենք անջում։ Դու չէ մեռնեմ քեզ, ես արդեն զավտրիկ արև վերջացրել եմ, էլ տեղ չկա, ձեզ էլ բարի ախորժակ։ Հա, ախպերս։ Դու չէ այ մեռնեմ քեզ, ասեմ, էլ տեղ չկա։ Յա, փորաո, քյաբաբ նուշի։ Ցավը տանեմ, դուր։ Ինչ տամ։ Լավ, մեռնեմ քեզ, արա մի խոսե այդքան, խաշը ծարավ։ Դու այ մեռնեմ քեզ, ախր որ ծառում են ուտելու բան չի լինում։ Լավ, ցավը տամ, քեզ բարի ախորժակ։ Ինչ պետք է տայր։ Փողը դուր։ Վռամ, դոշակի տակ ընդամենը $2000 էր, մեկ էլ մի քանի հատ 20000-անոց։ Չես խոսում։ Հա։ Լավ նայել ես։ Բա ինչ եմ արել։ Ոստեորա։ Դրանց կաչիստե, շուտ արելա։ Ում կանչեմ։ Ում պիտի կանչես։ Մեր տան պահապար հրեշտակն էին, այդ վրեժին ու Սրբուհի չեղածին։ Դրանց ասա շուտ օգան։ Արագացրու։ Ես ասեմ։ Ինչ ալի, տեսնյակ ջան։ Ով է քեզ վրթումուկ պատճառես ազիզ բալամորով, հե։ Մեռնեմ ջանիդ, մխո։ Տարել են։ Ախպերս տարել են, մեր վրից տարել են, մեր սեմուշկի փողերը տարել են։ Ուր են տարել։ Ես մեմ ով է տարել։ Դու ով պիտի տանի։ Այդ Հենզելն ու Գրետելը։ Տեսնյակ, ես քեզ միշտ ասում եի, չէ, դրանք մեզ թալանում են։ Հա բայց բալես, ես քեզ հակառակում եի, ես չէի արարկում, չէ։ Ես իմացա։ Ուրեմն մենք տանը չենք եղել, հարսանիքի մեջ ենք եղել։ Այս Սրբուհին, ուրեմն իրա այս կարճ խելքով մտածել ասել տունը մարդ չկա։ Հələ մի հատ անցնեմ, փոր փրեմ, մի հատ քիթս էլ լյուբոյ ծակուցուկ մցնել տենամ, այս ընտանիքից էլ ինչ կարամ փոկեմ, ինչ կարամ գողանամ։ Ով։ Ես։ Սրբուհի։ Ուրա $4000։ Ինչ $4000։ Սի $4000։ Ուրա $4000 վրեժ։ Սրբուհի, ուր է այդ $4000։ Այդտեղա։ Ես քեզ եմ հարցնում, դու ուրիշ ես ասում։ Ես
խոնարհաբար հայտարարում եմ, որ չեմ տեսել այդ $4000։ Եթե տեսած լինեի, առաջինը ձեզ կասեի, պարոն Արևշատյան ջան։ Դու լեսիլ է վրեժ։ Ձեզանից բացի բով պետք է իմանա, Լսուս նալա, բխո, մի խառնվի։ Լսիլ է վրեժ, ձեզանից բացի բա ով պետք է իմանար։ Հիշեցի։ Երեք վրեժը երկրորդ հարկում թղկոց է լսել։ Երբ։ Երեք, երբ որ դուք հարսանիքի էիք։ Լսի աղջիկ ջան, երեք մենք որ հարսանիքի էինք, այս վրեժ կոչեցյալը մեր հետ էր։ Ճիշտ է ասում Սրբուի ջան, կարող է դու ես լսել թղկոցը ու խառնում ես, հա։ Վրեժ երեք չասեցի թղկոց ես լսել։ Չէ, ես տես բան չեմ ասել։ Վրեժ ելի մոտ կենտրոնացի։ Լսիլ է վրեժ։ Դու կարող է երեք հարսնիքի վաղտ տուն ես մտի։ Դա սուս նա այդղա, մի խառնվի, բխո։ Լսիլ է վրեժ, կարող է երեք հարսնիքի վաղտ դու տուն ես մտել, հա։ Դե մի բան մտա, ասի դեղս խմեմ դուրս գամ, էլի։ Դու ինչ դեղ այդղա։ Ստամոքսից դեղը, պարոն Արևշատյան։ Դու տղա ջան, այդ ռեստորանում ջուր չկար, որ ջրի համար հասել ես Մերյան, հա։ Չէ, ջուր կար ուղղակի դեղս էր մնացել ձերյանը։ Հնայ որ ես ուխտը ոնց է ինձ ֆրասնում։ Վրամ, թող ես մարդը խոսա, տեսնենք ինչ ձենա լսել։ Կարող է իսկականից գող է մտել։ Դու լսի աղջիկ ջան։ Ինչ գողություն։ Սա ուղղակի կազմակերպված հանցագործություն է։ Ուրեմն լսեք ուշադիր։ Ջահելություն, այդ փողը արագի մեջ բերում դնում եք տեղը ու ընդհանրապես գնում եք այս տնից։ Եղավ։ Ու մենք էլ ձեր գործը ոստիկանություն չենք տա։ Դու տղա ջան, ասեմ մի խառնվի, մխո։ Այո։ Ոչ մի ծրտուն չլսեմ։